Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների փորձագիտական խմբերի միջև երկխոսությունը հեշտ չէր, բայց օգտակար էր 10-ին, ասել է ռուսական պատվիրակության անդամ Գրիգորի Կարասինը։ Իհարկե ոչ բոլոր հարցերի շուրջ է համաձայնություն ձեռք բերվել, բայց այն, որ նման խոսակցություն եղավ, ինձ թվում է շատ ժամանակին է հաշվի առնելով թե նոր վարչակազմը, թե փորձագիտական խմբերում նոր քաղաքական գործիչների առկայությունը, ասել է ռուսական պատվիրակության անդամը։ Կարասինը նաև նշել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները կշարունակվեն միջազգային հանրության մասնակցությամբ, այդ թվում ՄԱԿ-ի և առանձին երկրների։ Դաշնություն, Միացյալ Նահանգներ պատվիրակություններն Ռիադում նախօրեին Ուկրաինայի հարցով ավելի քան 12 ժամ բանակցել են։ Սպիտակ տունն ու Կրեմլը պայմանավորվել են հայտարարության շուրջ, որը կհրապարակվի այսօր։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանն այսօր կմեկնի Միացյալ Նահանգներ Թրամփի պաշտոնավարման ընթացքում սա թուրքական դիվանագիտության ղեկավարի առաջին այցն է Վաշինգտոն։ Թուրքական Անադոլու գործակալության փոխանցմամբ Ֆիդանը կհանդիպի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ինչպես նաև ամերիկացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Անադոլուն վկայակոչելով դիվանագիտական անանուն աղբյուրները նշում է, որ Թուրքիայի արտգործնախարարը Վաշինգտոնում կընդգծի Անկարայի աջակցությունը ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու դիվանագիտական ջանքերին, աջակցություն կհայտնի հրադադարի նախաձեռնություններին և դրանց իրականացման հարցում Անկարայի պատրաստակամությանը։ Ֆիդանը Վաշինգտոնում կքննարկի նաև Գազայի, Սիրիայի հարցերը։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հերքել է պնդումները, թե հութիներին հարվածները Թրամփի վարչակազմի անդամները քննարկել են սիգնալի գաղտնի չաթում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում ոչ ոք սիգնալ հավելվածով ռազմական ծրագրերի մասին տեքստային հաղորդագրություններ չի ուղարկում, ըստ CNN-ի հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը։ Նախօրեին ամերիկյան The Atlantic ամսագրի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը պատմել էր, թե ինչպես է Թրամփի ազգային անվտանգության թիմը մարտի 13-ին պատահաբար իրեն ընդգրկել սիգնալի չաթում, որտեղ քննարկվում էին Եմենի հութիների դեմ ռազմական հարվածները։ Լրագրողը ենթադրում է, որ Իրանը սխալմամբ ավելացրել են նույն սկզբնատառերով գրանցված Սպիտակ տան մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի փոխարեն։ Հեքսեթը The Atlantic-ի խմբագրին խաբեբա ու վարկաբեկված է անվանել։